Պարոն Խաչատրյան, մեծ բանավեճին ձեր չմասնակցելը բավականին թեժ քննարկումների առիթ տվեց, նախ ինչպես կմեկնաբանեք սա եւ ձեր հակառակորդ կուսակցություններից ասում են, որ ասելիք չունեն, դրա համար չեն մասնակցել։ Նախ այդ բանավեճի մեծ բառն արդեն մի քիչ տենց տարակուսանք առաջացնում, չաշակում մեծ բանավեճ էր։ Իսկ թե մենք ինչ ունենք ասելու, ինչ չունենք ասելու, մեր ասելիքը վաղարշապատցիներինն է, խոյեցիներինն է, էջմիածնեցիներին, ոսկեհացիներին։ Մեր ասելիքը իրենց չի։ Մենք ամեն օր, դուք հիմա մեզ հետ շրջում եք, մենք ժողովրդի հետ հանդիպում ենք բակերում, փողոցներում, իրենց ասում ենք են, ծանոթացնում ենք ծրագրերին, լսում ենք իրենցից, այսօր էլ եղել ենք մեկ գյուղական բնակավայրում, որտեղ զրուցել ենք, հասկացել ենք այդ գյուղի խնդիրները, հասկացել են գյուղացիները ինչ են ուզում տեսնել իրենց գյուղում ապագայում։ Իսկ ինչ վերաբերվում է մեծ քննադատության ենք արժանացել, որ մասնակցենք, նորից կարժանանայինք, չմասնակցենք, նորից կարժանանայինք։ Թիմը որոշել է, նախկինում էլ ասել եմ ինչի համար չեմ մասնակցել, նման շոուների մասնակցության ուղղակի ժամանակ, տրամադրություն ու նպատակահարմարություն։ Ժամանակ եք ունեցել, ավականու անդամ եք եղել եւ ժամանակ եք ունեցել էջմիածնեցիների հետ շփվելու եւ այդ պատճառաբանությունը, որ գնում ենք։ Իրենք քաղաքացիական պայմանագիրից 7 տարիներին այնքան խնդիրներ ա ստեղծել, որ երևի ամեն օր գիշեր-ցերեկ տարբերակով ծանոթանանք խնդիրների եւ փորձենք այդ խնդիրների լուծման ուղիներ փնտրել, դեռ քիչ կլինի։ Պարոն Խաչատրյան, արդեն մի քանի օր շարունակ իրականացնում եք քարոզարշավը, էջմիածինը հատկապես ինչպիսի խնդիրներ ունի եւ պաշտոնի գալուց առաջինը որ խնդիրներին եք ուշադրություն դարձնում։ Գիտեք, այն խնդիրները գլոբալ առօրեական խնդիրները, բազմաբնակարան շենքերի մեծ խնդիրներ ունենք, թափառող կենդանիների լուսավորության, ասֆալտապատման, կոյուղիների, քաղաքի ծայրամասային թաղամասերի խայտառակ վիճակ է, երբ որ դուք էլ ինքներդ այցելեք, կտեսնեք եւ այդ համատեքստում պատահական չի, որ մենք հենց մեր քարոզարշավը սկսել ենք ծայրամասային թաղամասերից, որպեսզի կարողանանք նախ մեկ տեղյակ ենք, որ ժողովուրդը հասկանա, որ մեր նպատակն այն է, որ մեր քաղաքը համաչափ զարգանա, այսինքն միշտ ուշադրությունը չլինի կենտրոնի վրա, այլ ծայրամասային թաղամասերը նույնպես զարգացում ապրեն, մանավանդ որ այդ թաղամասերում գոյություն ունեն կենսական մակարդակի խնդիրներ։ Այսինքն չկա կոյուղի, չկա, չգիտեմ, ասֆալտի, որ ասում է մեկ կտոր, տաքսի են զանգում մարդիկ, տաքսին չի գնում այդ թաղամաս, պատվեր չի ընդունում, շտապօգնության մեքենան է դժվարությամբ գնում։ Այսինքն այս ամբողջ խնդիրները մեր ուշադրության կենտրոնում է եւ առաջնային լուծում են ստանալու որպես քաղաքի ծայրամասային թաղամասեր։ Պարոն Խաչատրյան, թեև բնականաբար այս ընթացքում տարբեր կուսակցությունների շուրջ խոսակցություններ են պտտվում, ձեր շուրջ խոսակցություններ բացվեցին, այսպես կոչված ներեցեք, որ նշում եմ Սաքուլիկ մականվան հետ կապված, մամուլը բավականին քննադատեց այդ մականունը, ինչ կասեք այս մասին։ Ես այս հարցին պատասխանել եմ, տեսեք, էլի ինձ Սաքուլիկ ես ասել եմ, Սաքուլիկն իմ ընկերն է, ինքը մարդ է, անձնավորություն է, Սարգիսն է, ում պարզապես փաղաքշական, այսպես ասած, Սաքուլիկ են ասել, մարդիկ շփոթել են ինձ ու Սաքուլիկին։ Ինձ համար տենց անպատվաբեր բան չի, որ իմ ընկերոջ անունը շփոթում են իմ հետ, փորձում են ինձ կպցնել, բայց այն, որ իրենք ունեն տարբեր մականուններ, տարբեր ածականներ, ես արդեն ասել եմ, տարբեր քպեականներ, օրինակ Քորխոզ ես գիտեմ, մյուս դեպուտատը Լաման է, այն մեկը Գարդասիլ է։ Հիմա այդ ածականներն ունեցող մարդիկ փորձում են ինձ իմ ընկերոջ անունը կպցնել ու դրանով ինձ վիրավորեն, ես դրանից չեմ վիրավորվում։ Բոլորը հասկանում են, որ սա շփոթմունք է, շատ մարդիկ, ոչ թե շատ 99% չեն էլ հասկանում ում մասին ընդհանրապես խոսք է։ Պարոն Խաչատրյան, նաև ձեզ այսպես կոչված մեղադրում են Դիանա Գասպարյանին օժանդակելու հետ կապված Նալբանդյան փողոցում հողերի օտարման գործի վերաբերյալ, ասում են, որ այդ ժամանակ ավաքանի եք եղել եւ կողմ եք քվեարկել, այս մասով ինչ կասեք։ Ասեմ, ես այդ հարցին եմ պատասխանել, մենք կողմ չենք քվեարկել, որպեսզի Գասպարյան Դիանան հողակտոր առնի։ Այդ մարդիկ իրենք լավ գիտեն, ինչ են կողմ քվեարկել, դա մի հողակտոր է, որը աճուրդի միջոցով մեծ եկամուտներ կբերեր համայնքին, համայնքի շահից ելնելով
ես ինքս քվեարկել եմ կողմ, որովհետև բավականին թանկարժեք հողամաս է եղել, որը համայնքի շահերի համար մեծ եկամուտ կբերեր, այդ եկամուտը կօգտագործվեր համայնքի համար, բայց թե ավականին միայն իրավասու է որոշում կայացնել տվյալ հողատարածքը աճուրդի հանելու, ոչ թե աճուրդային հանձնաժողովով վաճառելու, աճուրդային հանձնաժողովը ում է վաճառել, ոնց է վաճառել, ինչ գնով է վաճառել, ինչ մեկնարկային գին, հետագայում ինչ քայլերով է վարձացվել, մենք դրա մասին տեղեկություն չունենք, որովհետև մենք աճուրդային հանձնաժողովներում չենք եղել են միայն իրանք իրենցով ԿՊ-ականներով, դա բաց ինֆորմացիա, կարող է քաղաքապետանից հարցում անել, տեսնեք ով է եղել հանձնաժողովի անդամները, կարծեմ այդ անդամներից հիմա էլ աշխատողներ կան քաղաքապետարանում, իրանց է պետք է այդ հարցերը ուղղել, այդ մանիպուլյացիաները չի անցնելու, տպավորություն են փորձում ստեղծել, որ ես քվեարկել եմ, որ Ջանդա Գասպարյանը դեռ հողն առնի, այդ հողը բաց աճուրդ է եղել, եկարային առնեին ցանկացած մարդ, ցանկացած էջմիածնեցի, ցանկացած գործարար, ինչու չեն առել, հարցրեք աճուրդային հանձնաժողովից։ Արգիշտի Մեղախակյանը նաև մեղադրում է ձեզ, ասում է, որ ավականու նիստերին ներկա չեք գտնվել, ընդամենը մի քանի նիստի եք մասնակցել, սա ինչ պատասխան կա։ Մենք թիմով որոշել ենք, որ նիստին մասնակցենք, որին չմասնակցենք, որին կողմ քվեարկենք, որին չքվեարկենք։ Ինչ մեղադրանք, ուղղակի փաստեր ա բերել, քաղաքապետարանի արխիվից որ ավականու նիստի փաստեր էր բերել, ամբողջ բանավեճը դրան էր վերաբերվում։ Այսինքն բոլորով սպասում էին այնտեղ, բոլորով նու սխալ ասես, ոչ բոլորով սպասում էին որ գայ, այնտեղ ընդհանրապես տարբեր լրիվ ուրիշ հարց է քննարկվում, կողքից մեկը անպայման իմ անունն է ուզում տա։ Դա նպատակը պարզ էր, չէ՞։ Նպատակը ճղճղալն էր, նպատակը ցած ջղային դեմք ընդունելն է, որ յանի ջղային դեմքով, տենց է, չէ՞, որ ջղային դեմքով են մի բան ասում, թվում է թե դա ամեն ինչը լուրջ են ասում, բայց մարդիկ շատ լավ հասկանում են։ Նշել եք, որ թեև քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ նրա հետ կապված որևէ ուժի հետ չեք պատրաստվում համագործակցել, այս անգամ կբացառեք ու կնշեք անուններ, թե որ ուժի հետ եք կոնկրետ պատրաստվում համագործակցել։ Կբացառեմ Հանրապետություն կուսակցությունը, կբացառեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, թե որ ուժեր հետ կհամագործակցենք, դրա մասին վաղ է ասելը։ Նախ պետք է ցույց տան քվեարկության արդյունքները եւ երկրորդը քարոզարշավը ընթացքում մենք տեսնելու ենք ով ընդդիմադիր դաշտից է հանդես գալի, ով ոչ։ Այդ ժամանակ նոր որոշում կկայացնենք։ Լավ է։ Տրիբյունայեմի հարգելի հետևորդներ, մենք խոսում էինք հաղթանակ կուսակցության առաջին